Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Մայր Հայաստան շարժման համահիմնադիր Երվանդ Բոզոյանը։ Բարև ձեզ, պարոն Բոզոյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ այսպես շատ կոնկրետ արդեն ձևավորեց իր նպատակը, խնդիրը Նիկոլը հայտարարելով, որ պիտի կաթողիկոսի նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ ասեց աշխատանքներ են անում, այս փուլում պիտի ստեղծենք համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համակարգող խմբի անդամ կարող են դառնալ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու այն հետևորդները, ովքեր եւ ինչ որ բաներ է ասում։ Դիմում է ժողովրդին, ասելով, որ ձեռնարկել Մայրաթոր գործուն քայլեր ձեռնարկել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վեհարանը ազատելու եւ կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու համար։ Մայրաթորից արձագանքեցին, որ սա ահաբեկչություն է, կոնկրետ տանում է պատերազմի, ահաբեկչություն է ուղղված հայ ժողովրդի դեմ, հայ առաքելական եկեղեցու դեմ եւ առասարակ հայ ժողովրդի դեմ։ Այսպես եւ ուշագրավ բաներ հրապարակ եկան այս փուլում, օրինակ այն, որ հետաքրքիր է, որ տեղեկություններ հրապարակվեցին, որ վեհարանը գրավելու նպատակով Նիկոլը խմբեր է ձևավորում կյանքի խոսք եւ Եհովայի վկաներ աղանդներից։ Այս պահին բանակցում են նաեւ Ռեմա աղանդի եւ 50-ականների հետ, յուրաքանչյուրից պահանջելով 500-ական աղանդավորներ, որոնք կգրոհեն վեհարանի շենք։ Մեծ ասած տեղեկություններով կյանքի խոսք վեհարանը գրողելու համար Ազգադավին տրամադրելու է 1500 աղանդավոր, դրա դիմաց կյանքի խոսք հովիվ Արթուր Սիմոնյանը նշանակվելու է կառավարության կրոնի հարցերով վարչության պետ։ Կարծեմ այս իրենից սատանիստների եւ աղանդավորական, այսպես ասած, շարժում է եւ մեկ այլ ուշագրավ բան, գիտեք, որ Շվեյցարիայում այս զայրույթը նաեւ առաջ եկավ ամփուլում, երբ որ կրոնական առաջնորդը Ադրբեջանի խոսեց, կոնկրետ կոչեր հայ առաքելական եկեղեցու դեմ, նմանատիպ նաև կոչով հանդես եկավ Նիկոլը, սա հաջորդեց նրան, որ Շվեյցարիայում, գիտեք, շատ հոգևոր խորհրդի համաշխարհային այսպես հավաք տեղի ունեցավ եւ շատ ուշագրավ կարևոր հայտարարություններ արեց վեհապարտերը, հայտարարելով կաթողիկոսը, ասաց, որ բռնազավթված է Արցախը, որ այնտեղ գործունեներ եւ մասնակցություն է ունեցել Թուրքիան, խոսեց մեր գերիների մասին, խոսեց մեր հոգևոր եւ մշակութային ժառանգության ոչնչացման մասին, ուշագրավով, որ մինչ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդը վեհապար հայրապետի դեմ հակաքարոզչություններով զբաղված, վեհապարի հայրենանվեր աշխատանքը հերթական արդյունքն է տվել։ Օրինակ, Արցախում Ադրբեջանի հանցագործությունների վերաբերյալ Շվեյցարիայում կաթողիկոսի կազմակերպած համաժողովրդից հետո ԱՄՆ միջազգային կենտրոնական ազատությունների հանձնաժողովը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ։ Կազմակերպությունը հանգել է եզրակացության, որ Ադրբեջանի գործողությունները ռազմական հանցագործություններ են եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, ռազմագերիները ըստ հաղորդումների ենթարկվել են կրոնական բռնության, ներառյալ բանավոր վիրավորանքների, միաժամանակ Բաքուն յուրացրել եւ ոչնչացրել է հայկական կրոնական հուշարձանները։ Խնդրեմ։ Տեսեք, բավականին բազմաթիվ տարբեր վարկածներ են հիմա պատտվում, թե ընդհանրապես ինչ պատճառով 7 տարի անց մեկ էլ հատուկ առավոտյան զարթնեց Նիկոլ Փաշինյանը եւ որոշեց ամեներա մակարդակով հարձակումներ սկսել վեհապարի դեմ եւ տարբեր վերսիաներ են բերում, ձեր ասած վերսիաներից հետո գումարվում է, ասենք, այլ որ, չգիտեմ, հոգեկան անհավասարակշռված անձնավորությունը կամ եւ այլն։ Հա, տեսեք, հա, մարդիկ որ ասում են պլանավորած, բայց ամբողջական պատկերը չեն կարողանում բացել, թե որն է նպատակը։ Հիմա տեսեք, մենք բոլորս էլ հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը բոլորովին էլ հոգևոր կյանքով ապրող անձնավորություն չի։ Նիկոլ Փաշինյանը այսօր շատ ծանր վիճակի մեջ է այն իմաստով, որ ինքը շատ լավ հասկանում է, որ 2026 թվականի ընտրություններում ինքը կարող է պատահել լուրջ մակարդակի պարտություն կրել։ Իր համար ընտրություններում պարտությունը կնշանակի նաև իր անվտանգության լուրջ խնդիրներ առաջ գալ, որտեղ մենք բոլորս գիտենք, թե ինչ վիճակի մեջ է ինքը ստացել Հայաստանը եւ ինչ վիճակի մեջ է այսօր հանձնելու Հայաստանը։ Շատ բոլորը սա հասկանում են։ Դրա համար ինքը իր համար այդ ընտրությունը իր իշխանության պայել դա իր համար կյանքի ու մահի խնդիր է։ Եվ դա հասկանալով եւ տեսնելով, որ ինքը նաեւ ասեմ ձեզ, որ հարցումներ է անցկացնում, բարբերաբար բնակչության մեջ
անի մեջ տեսնում է, որ իր վարկանիշը կտրուկ անկում է ապրել գրեթե բոլոր ոլորտներում, բոլոր տարիներում եւ ըստ էության իր մեջ իրենք եկել են այն եզրակացության, որ եթե 21 թվականին ինքը կարողացավ նախկինների դեմ պայքարի այդ թալանի խաղաթուղթը օգտագործել, մուրճը ձեռքելով սկզբան անել, այսօր միակ տարբերակը մնացել է այն, որ պետք է ժողովրդին փորձի վախացնել, որ եթե ինքը չլինի, կլինի պատերազմ, որ ինքն է բերում միակ տարբերակն է, որ կարող է բերել խաղաղություն, բայց պարզվում է, որ իր հարցման արդյունքում մարդիկ այդ խաղաղությանն էլ արդեն չեն հավատում, որ ինքը կարող է բերել, որտեղ մարդիկ տեսան, որ 21 թվականից ինչ ինքը խոսք էր տվել, բոլոր տեղերում ինքը խաբել է կամ չի ստացվել իր մոտ, հա, ասես ձևակերպենք։ Հիմա ինքը եւ իր այսպես ասած խորհրդականները եկել են այն եզրակացության, որ միակ տարբերակը, որպեսզի կարողանա ինքը ինչ որ շանս ունենա ընտրության ժամանակ, դա այն է, որ Ալիևը նվիրի իրեն խաղաղության պայմանագրի մի թուղթ մինչև ընտրությունները։ Այսինքն մինչև ընտրությունները Ալիևը համաձայնվի իր այդ խաղաղ պայմանագիր կնքի, որպեսզի այդ կնքելուց այդ թուղթը վերցնի, ինքը տնետուն գնա, գյուղերով եւ քաղաքներով գնա, ասի Ժորժ ջան, ես ձեզ բերել եմ այդ խաղաղության թուղթը, եթե ես չլինեմ, կլինի պատերազմ։ Իա, միակ հույսը դա է։ Ասեմ ձեզ, որ ձեզ ինֆորմացիա եմ ասում, որ Ալիևը հենց էլ անելու է, այսինքն մինչև ընտրությունները այդ խաղաղության պայմանագիրը կնքելու են, որպեսզի այդ carte blanche տա Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա գնա։ Բայց Ալիևը շատ լավ հասկանալով, որ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է իր ծուղակում է հայտնվել, որտեղ առանց այդ թղթի Նիկոլ Փաշինյանը իր պատկերացմամբ չի կարող վերարտադրվել, բայց մեր ընդդում ենք, որ նույնիսկ թղթով հնարավոր չէ վերարտադրվել, դա միանշանակ է, բայց անկախ նրանից ինքը իր համար գլխավոր հույսը մնացել թուղթը։ Հիմա Ալիևը ասում է, քանի որ դու փաստացի թուղթը քեզ պետք է, ուրեմն դու պետք է գնաս լրացուցիչ զիջումների։ Ինքը Մինսկի խմբի հետ կապված հրապարակային արդեն համաձայնվեց գնալ զիջումների, Սահմանադրության փոփոխությունը հրապարակային համաձայնվեց, որ պետք է համաձայնվի գնալ զիջումների։ Ըստ էության կարելի ասել, որ բանի Զանգեզուրի Միչանսկի այսպես կոչված կապված էլի համաձայնությունը կա մեծ հաշվով վերջին քայլը իր ասել է, որ պետք է դու համաձայնվես Հայաստան վերադառնան ադրբեջանցիները։ Ընդդրում հետևյալը Նիկոլ Փաշինյանը, ես պնդում եմ, Նիկոլ Փաշինյանը համաձայնվել, ասել է դու այդ թուղթը տուր, այդ թուղթը ստորագրեն, որ ես կարողանամ վերարտադրվեմ, ես ես խոսք եմ տալի, որ այդ խնդիրը կլուծեմ։ Հիմա Ալիևը ասում է, քանի որ դու ինձ խոսք ես տալիս, դու պետք է ինձ ապացուցես, որ դու չես խաբում ինձ թղթի վրա, որպեսզի ես կարողանամ քո այդ թուղթը տամ մինչև ընտրությունները։ Ինչա կատարվում, տեսեք, անցած ամսվա վերջում Անկարայում անցկացվում է արևմտյան ադրբեջանցիների կոնֆերանս, որտեղ որոշումներ են կայացվում, որ արևմտյան ադրբեջանցիները պետք է վերադառնան պատմական հայրենիք արևմտյան Ադրբեջան, նկատի ունի մեր Հայաստանը։ Հիմա տեսեք, Ալիևը այդ ժամանակ Հունգարիայում ուղերձով հանդես է գալի եւ հայտարարում է, որ այո, առանց արևմտյան ադրբեջանցիների վերադարձի Հայաստան, տարածաշրջանում խաղաղություն երբևիցե չի լինելու եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն չի լինելու։ Այդ ուղերձով է ինքը հանդես գալի, ուշադրություն։ Եվ ինքը ասում է, դե հիմա Փաշինյան, դու արձագանքի, դրական արձագանքի։ Փաշինյանը Ալեն Սիմոնյանի շուրթերով պաշտոնապես հայտարարում, ասում է, այո, եթե մենք խաղաղության համաձայնագիրը կնքենք, ապա ադրբեջանցիները կարող են վերադառնալ իրենց պատմական բնակավայրերը, այսինքն գյուղեր, ուշադրություն դարձրել, որ ինքը չի ասում, որ հայերը կարող են վերադառնալ Ադրբեջան, ինքը մեր ադրբեջանցիների վերադարձի մասին է ասում։ Եվ հայերն ու ադրբեջանցիները կարող են իրենց առևտուր անել։ Այսինքն Ալեն Սիմոնյանի շուրթերով Նիկոլ Փաշինյանը պատասխանում է Ալիևին, ասում է ես քո խոստումը կատարում եմ, այսինքն ես հրապարակային հայտարարում եմ, այո, ես բացելու եմ դուռը արևմտյան ադրբեջանցիների համար։ Ուշադրություն։ Հիմա Փաշազադեն դրա հիման վրա ասում է, որ ես հիմա ստեղծում եմ արևմտյան Ադրբեջանի հոգևոր խորհուրդ, որը պետք է արդեն սպասարկի արդեն ապագա եկած ադրբեջանցիների հոգևոր կարիքները։ Այսինքն արևմտյան Ադրբեջանի հոգևոր խորհուրդ, այսինքն Հայաստան չկա։ Եվ ինքը ըստ էության հայտարարում է, որ միակ կառույցը, որը փաստացի ունիսոնի մեջ չի այս process-ի մեջ, դա հայ առաքելական եկեղեցին է։ Եվ քանի որ այդ առաքելական եկեղեցին անօրինական է Էջմիածնում հիմնադրված, որտեղ Էջմիածինը պատմական ադրբեջանական տարածք է, դու այդ խնդիրը պետք է լուծես։ Հասկանում ես։ Հիմա իրան ասում են հետևյալը, Ալիևը եւ Փաշազադեն ասում են, թե դու ուզում ես որ քեզ թուղթ նվեր տանք մինչև ընտրությունները, որ դու գնաս այս ժողովրդին հերթական անգամ կարողանաս խաբես, դու պետք է լուծես այս եկեղեցու խնդիրը, եկեղեցին պետք է կազմակերպես,
վեհապարին հերացնես, եկեղեցին սարքես եկեք ընդունենք սա իգիտություն բոլորի, որ սա վեհապարի դեմ չի։ Սա վեհապարի դեմ չի։ Եկեղեցին կործանելու ոչ, սա եկեղեցի դեմ չի։ Սա Հայաստանի դեմ է, Հայաստանի պետականության ոչնչացման դեմ է։ Եկեղեցին եւ վեհապարը հոգեբանական որևէ աբիժնիկ, որևէ աղանդակ, որևէ մեկը չմտածի, հա թող ոչինչ գնան, ասենք, այս սրբազանի հարցը լուծեն կամ վեհապարի հարցը լուծեն, սա մեր հարցն է։ Ստեղ այս խնդիրը, այս մարդը իր կաշին փրկելու համար, իր ընտանիքի շահերը փրկելու համար ինքը պատրաստվում է զոհաբերել ամբողջ Հայաստանը, ձեզ հարգելի քաղաքացիներ։ Այն մարդիկ, որոնք ապրում են անկախ նրանից, թե դուք ինչ քաղաքական հայացքներ ունեք, ինչ կրոնական հայացքներ ունեք, չգիտեմ, կոմունիստ եք, լիբերալ եք, սոցիալիստ եք, քոչանական եք, սերժական եք, նիկոլական եք, չգիտեմ ինչական եք, կարևոր չի, բոլորիդ խնդիրները ինքը լուծելու է, որտեղ իր համար իրեն ասել են թե դու ուզում ես փրկվես, դու պետք է այս խնդիրը բավարարես։ Սա է խնդիրը։ Ես որ ասում եմ, որ ըստ էության կոնյուրա դրացա կամ Հայաստան կամ Նիկոլ Փաշինյանի ընտանիք, հենց այնպես չեմ ասում։ Դա ադրբեջանցիներն են դնում այդ խնդիրը։ Ցավոք սրտի, այս մարդը հայտնվել է, ինքը համաձայնվել է, որտեղ ինքը ուզում է փրկվի։ Դա հասկանալի տրամաբանական բան է, ինքը ուզում է փրկվի, բայց մենք որպես 3 միլիոնանոց ժողովուրդ, մենք ունենք իրավունք փրկվելու եւ ըստ էության, եթե կոնյուրա դրած է 3 միլիոն ժողովրդի եւ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի, ապա ընտրությունը պետք է կատարվի 3 միլիոնի օգտին։ Ավելին կարող եմ ասեմ, ես իմ ընկերները միշտ ասում ենք, որ այս անձնավորությունը մենք պատրաստ ենք տանք հումանիտար միջանցք, որը վռնդվի Հայաստանից, որպեսզի վռնդվելու արդյունքում այս ճանապարհն է, չէ՞, ընտրել Հայաստանը կործանելու ճանապարհն է։ Հիմա տեսեք, հիմա ստեղ դրածը հենց այդ խնդիրը, այսինքն փաստացի մենք պետքա պաշտպանենք վեհապարին, հասկանալով որ մենք պաշտպանում ենք ոչ այնքան վեհապարին, ոչ այնքան եկեղեցուն, որքան Հայաստանին եւ որքան մեր ընտանիքներին, մեր երեխաների ապագային, որտեվ եթե թեկուզ 100 ադրբեջանցի վերադառնան Հայաստան, ուշադրություն դարձրեք, եթե 100 ադրբեջանցի վերադառնան Հայաստան, այդ 100 ադրբեջանցին կդառնան արդեն պատրվակ, Թուրքիան կասի, որ արդեն այս ադրբեջանցիների քթից աղոն է գալիս, իրանք ունենան բարոյական իրանք զորք մտցնեն Հայաստան։ Ինչպես որ դրանք զորք են մտցնում Սիրիա, Իրաք եւ այլն։ Այսինքն փաստացի Նիկոլ Փաշինյանը եւ իր հանցավոր խմբակը պատանդի կարգավիճակի մեջ են հայտնվել Ալիևի ձեռքում եւ Ալիևը օգտագործելով այս իրավիճակը այս մարդկանց միջոցով ուզում է լուծի Հայաստանի լուծարման խնդիրը։ Սա ամենակարևոր խնդիրն է։ Սա շատ լավ հասկանում է Նիկոլ Փաշինյանը, հիմա իր թիմին ոնց է ձևակերպում։ Իր թիմին բնականաբար չի կարող ձևակերպել, ես ասում եմ, ոչ թե տեսակետ, ոչ թե անալիզ, ես ասում եմ, դες ինֆորմացիա։ Այդ ինֆորմացիան որտեղից է, չեմ ասելու, որտեղ սա արդեն այլ խնդիր է։ Սա միայն Հայաստանից չէ ինֆորմացիան, ես sense դեմ։ Դա արդեն այլ խնդիր է։ Ես ասում եմ ինֆորմացիա, որ դուք իմանաք։ Հիմա տեսեք, իր թիմին բնականաբար ինքը ուրիշ հիմնավորում է տալիս։ Ինքը հայտարարում է, որ քանի որ եկեղեցին, այսպես ասած, կոորդինացված աշխատելու է իրենց դեմ ընտրությունների ժամանակ եւ ուղղորդվելու է Ռուսաստանի կողմից, մենք պետք է եկեղեցին կազմակերպենք, մեր եկեղեցին սարքենք, որպեսզի թույլ չտանք այդ բանը։ Իսկ իր թիմին խափում է, որպեսզի ինքը կարողանա հիմնավորել լեգիտիմացիան, թե ինչի պետք է հարձակում սկսվի եկեղեցու դեմ։ Սա երկրորդ խնդիրն է։ Այսինքն ստեղ եկեղեցուն պաշտպանելը դա պետք է լինի ցանկացած հայ մարդու, ցանկացած քաղաքացու խնդիրը։ Դա պետք է չլինի միայն Մայր Հայաստանի, պետք է չլինի միայն Դաշնակցության, Հանրապետական կուսակցության կամ այդ թվում նաև պետք է լինի շարքային քպականների խնդիրը։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, որ այսօրվանից սկսած, վաղվանից սկսած մենք բոլորս պետք է դառնանք մեկ միաբանված բանակ պաշտպանելու համար եկեղեցում։ Թե ինչպես պետք է process-ը գնա։ Դա արդեն առանձին խնդիր է, առանձին քննարկման հարց է։ Մենք հիմա քննարկում ենք դա, բայց մի բան կարող եմ ասեմ, որ այս մարդը չի սпасելու մինչև ընտրությունները, որ ընտրություններում հանգիստ, որտեղ ինքը շատ լավ գիտի, որ ընտրությունների ժամանակ ինքը շատ տեսել է Գյումրիի օրինակը, ինքը ի տարբերություն շատ քաղաքագետների, քաղաքական գործիչների, չգիտեմ, բաների, որոնք չեն հասկանում այդ տարրական բաները, ինքը շատ լավ հասկանում է, որ ինքը ընտրություններում շանս չունի ընտրվելու, ինքը դրա համար մինչև ընտրությունները փորձում է կազմակերպի այս իրավիճակը, փորձում է ապակայունացնել Հայաստանի քաղաքական դաշտը, որպեսզի այդ ապակայունացման հիման վրա կարողանա բռունցք սարքի, ուժային բռունցք սարքի եւ այդ ուժային բռունցքով պարտադրելով զորով իր վերարտադրի իշխանությունը։ Սա է ամենագլխավոր խնդիրը։ Հիմա դրա համար ցավոք սրտի եմ ասում, մենք չունենք այն հնարավորությունները, որ մինչև ընտրությունները հանգիստ ապրելով սպասենք, որ ընտրությունները իրան վռնդեն։ Դա համար մենք պետք է մինչև ընտրությունները արդեն պաշտպանվենք եւ պաշտպանվելով կարողանանք մենք
կամ փուլային տարբերակով սրան հեռացնելու process-ն։ Այսինքն մինչև ընտրությունները արդեն մենք պետք է արդեն այս մարդուն հեռացած լինենք արդեն։ Հեռացնենք, ես նկատի չունեմ ֆիզիկապես ինքը չլինի, արդեն բոլորի համար պարզ լինի, որ ինքը պետք է հեռանա։ Եվ ստեղ պետք է այս process-ի մեջ պետք է մեծ կոնսոլիդացիա լինի։ Բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում նաև իշխանության մի զանգված։ Տեսնում եք, պարոն Բոզորգես։ Հիմա տեսեք, հաշվանդրվեն հանգամանքը, որ այս գիտակցությունը մի հարց են տամ միջանկյալ, բայց այս հարցը չմոռանաք։ Ես հիշում եմ 18 թվականի թե 19-ի սկզբին եթերին ինձ հրավիրել եւ ես այնքան ինքնավստահ, ճիշտ է նաև մոլորված հայտարարում էի, քեզ չի հաջողվելու, եթե Արցախը դու հանձնես, իսկ ես առաջին օրից ասում ես տականքին բերել եմ, որ Արցախը հանձնի։ Եթե դու Արցախը հանձնես, դա քո կործանումը, քո վերջը կլինի, բայց տեսեք, որ այդպես չէ։ Հիմա ուզում եմ հասկանալ, ես հոգուս խորքում այդ համոզմունքը ունեմ, վստահությունը ունեմ, որ եթե ինքը գնա եկեղեցու վրա, եկեք նախ մեկ անգամ եւս արձանագրենք, որ սիրելի հայրենակիցներ, սա կաթողիկոսի դեմ արշավ չի, որ ասում է ընտրություններ, չգիտեմ, սա կոնկրետ հայ ժողովրդի դեմ է, եկեղեցու դեմ է, սա իգիտություն որոշ։ Ես մի հատ ինֆորմացիա ասեմ, հասկացա։ Ես մի հատ ինֆորմացիա ասեմ, ես հիմա այդ ինֆորմացիան նախկինում մենք ունեինք, բայց չեմ հրապարակել, բայց ասեմ ձեզ, մեր ուսումնասիրությունների արդյունքում մենք մինչև Արցախի հանձնելը մենք նկատել ենք, որ մեր հասարակության մոտ Արցախի հետ վերաբերյալ մտահոգությունը կազմում էր մոտավորապես 10-ից 15%։ Ցավալի բան եմ ասում, բայց դա քիչ էր։ Այսինքն իրականում մարդկանց մեծ մասը ապրում էին սոցիալ-տնտեսական խնդիրներով, Հայաստանի անվտանգության խնդիրներով։ Հայաստանի անվտանգության խնդիրները հետաքրքրում էր մարդկանց 80-ից 85%-ը։ Այսինքն Հայաստանում ապրող քաղաքացուն Հայաստանում խնդիրը 80%-ին է հետաքրքրում, Արցախի խնդիրը մոտավորապես 10-ից 15%-ի։ Դա իրականությունն է։ Այսինքն Արցախի կորուստը, Արցախի ոչնչացումը ցավալի բան ասեմ, բայց ինքը մարսեց, որտեվ հասարակության մեջ այդ ընդվզումը շատ մեծ չեղավ։ Հայաստանի վերաբերյալ հաշվառնելով հանգամանք, որ մարդիկ ֆիզիկապես իրանք զգում են, որ իրենք կարան վտանգի տակ լինեն, բոլորին է հետաքրքրում արդեն։ Եկեղեցին այդտեղն է, որ վերջապես մեր ժողովուրդը այստեղ ամենակարևոր խնդիրն է, որ հիմա տեսեք, քաղաքական բոլոր ուժերը պետք է այս քաղաքական աղմուկից դուրս գան եւ մարդկանց բացատրեն, որ սա եկեղեցու խնդիր չէ։ Սա Հայաստանի լինել չնելու խնդիրն է։ Սա Հայաստանի քաղաքացիների լինել չնելու խնդիր է։ Սա կարևոր խնդիր է, որ բոլոր քաղաքականները դա հասկանան։ Հիմա այն մեղադրանքները, որ իբր թե ինքը ներկայացնում է եկեղեցու կամ վեհապարի նկատմամբ, ես ուղղակի ասեմ, որ այն մարդիկ, որոնք մոլորված են կամ չգիտեն, ես ասեմ, որ օրինակ մեր առաջի կաթողիկոսը Գրիգոր Լուսավորիչը ունեցել է 2 տղա։ Գրիգոր Լուսավորիչը առաջի կաթողիկոսը 2 տղաները դարձել են երկրորդ եւ երրորդ կաթողիկոսները Հայաստանի, դարձել են Գրիգոր Լուսավորիչի տղաները։ Սկզբից իր փոքր տղան, հետո մեծ տղան է դարձել։ Հետագայում իր թորներ են դարձել կաթողիկոսներ։ Ներսես մեծը մեր հայտնի կաթողիկոսը նույնպես ինքը Գրիգոր Լուսավորիչի ժառանգներից է եղել։ Այսինքն ընդհանրապես այդ ժառանգության խնդիրը, երեխա ունենալու խնդիրը դա կրոնի բարոյականության հետ որևէ կապ չունի։ Դա կապ ունեցել սեփականության հետ։ Ժամանակին, քանի որ եկեղեցին մեծ դեր է կատարել հանրության կյանքում, ըստ էության, որպեսզի սեփականության խնդիր չառաջանա ժառանգության հետ կապված, որոշում է կայացել կուսակրոնության գաղափարը մտցնելու։ Այսինքն դա էական բարոյական տեսակից ազդեցություն չունի։ Հիմա տեսեք, բայց այդ բանի մասին, այդ խնդիրները ընդհանրապես կուսակրոնություն լինել չնելու խնդիրը, դա եկեղեցու խնդիրն է։ Եկեղեցին կարող է իր մեջ այդ խնդիրները որոշում կայացնել։ Հիմա թե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը Էջմիածնի հավատավոր անդամ է, այսինքն միաբանության անդամ է, ուրեմն որպես միաբանության անդամ պետք է հասկանանք, իսկ ինքը Նիկոլ Փաշինյանը իրենց ինչ է ներկայացնում իր ապրելակերպով։ Ինքը ամուսնացած չէ, եկեղեցական ամուսնություն չունի, ինքը նույնիսկ ԶԱԳՍ-ով ամուսնացած չէ։ Այսինքն այդ մարդը փաստացի իրեն համարում է, ինքը համարում է հավատավոր անդամ, ինքը փաստացի մերժում է եկեղեցու եւ հոգեվոր աշխարհի ամենակենտրոնական թեզերից մեկը։ Իսկ եթե դա մերժում է, դա նշանակում է, որ ըստ էության եկեղեցին իրավունք ունի առաջարկել աշխարհիկ շրջանակներին հարց դնել, թե այս մարդու օրինականությունը ինչքան է, որ օրինական որպես երկրի ղեկավար, որովհետև ինքը իր զուգընկերոջը պահում է պետության հաշվին արդեն 7 տարի, 7 տարի իր զուգընկերը փաստացի օգտվում է պետության հաշվին, աշխատակազմի, վարչակազմի ծախսերի միջոցով է իր բոլոր բաները ունում։ Ասեցին ամբողջը պետության։ Այո։ Հիմա փաստորեն այդ մարդը ամուսացած չէ ոչ ԶԱԳՍ-ով, ոչ եկեղեցով, բայց ինքը փաստացի իր կնոջը
կնորոշ ամբողջ ծախսերը պետք է հաշվի լինեն։ Սա հիմք է հանդիսանալու այս մարդուն օրինական վռնդելու համար, որտեղ այս մարդը անօրինական ձեր ծախսը, ձեր հարկերի բանով օգտվելով այդ ծախսերով իր զուգընկերոջը փաստորեն ծախսերը, այսինքն սա կենտրոնական խնդիր է, որը պետք է արդեն հետաքրի փաստաբաններին, քաղաքական շրջանակներին, սա այն հիմքն է, որով պետք է մենք ոչ միայն պաշտպանենք մեր եկեղեցուն, այլ սկսենք այս մարդու վռնդելու գործընթացը, այդ վռնդելու գործընթացը ինչպես, ոնց, ինչ ձևով, ինչ հարթակով, դա առանձին քննարկման խնդիր է, որը կարծում եմ, որ մոտ ժամանակներս դա քննարկվելու է, որովհետև այս տիպի մարդուն թույլ տալ, որ ինքը շարունակի ղեկավարել այս տիպի երկիրը, անթույլատրել է, որովհետև ըստ էության մենք բոլորս 3 միլիոն ժողովուրդ պատանդի կարգավիճակի մեջ ենք հայտնվել մի մարդուն, որը պատանդի կարգավիճակի մեջ է հայտնվել Ալիևի ձեռքում եւ ինքը կատարում է Ալիևի այն խնդիրները, որի նպատակը մոնտաժելը Հայաստանի պետականությունը։ Հայաստանի պետականության ապա մոնտաժում կնշանակի Հայաստանի ժողովրդի այս տարածքից վտարում, դա միանշանակ է։ Այն ինչ որ եղավ 1915 թվականին նույնը սպառնում է մեզ։ Այսինքն այս մարդու գոյությունը ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե այս մարդու գոյությունը դա ուղղակիորեն սպառնում է մեր գոյությունը այս տարածքում։ Մենք որպես քաղաքացիներ, մենք պարտավոր ենք կոնսոլիդացնել եւ թույլ չտալ, որպեսզի այդ կռիվները ներքաղաքական կռիվները, այդ կռիվ անողներին պետք է վռնդենք вообще այս դաշտից, պետք է մենք կարողանանք իսկապես կոնսոլիդացիան մի հատ միջավայր ձևավորենք, որպեսզի այդ կոնսոլիդացված միջավայրով կարողանանք մեծ բռունկ սարքենք, այդ բռունցքով կարողանանք վռնդել այս մարդուն։ Այն ինչ որ եղավ Բագրատ Սրբազանի ժամանակ, բայց ցավոք սրտի Բագրատ Սրբազանը չկարողացավ քաղաքական մակարդակով կյանքի կոչել, մենք այդ նույն process-ը պետք է կարողանանք արդեն այս տարի սկսենք եւ այս տարին պետք է սկսելուց հետո արդեն կտանում է ահաբեկչության, կհրավիրի, կտանի ինքը ոչ մի բան չի կարող անել, ինքը չունի այդ ռեսուրսը, ինքը զերո ռեսուրս ունի, դրանք սա բամբասանքներ են, ոչ մեկ չի գնա դրա հետևից, բոլորը հասկանում են, որ հանրության տրամադրությունը կտրուկ արդեն փոխված է։ Ես չեմ ուզում այդ աղանդավոր, որ ասում եք, չեմ ուզում հիմա, գիտեք ինչ, կա մարդունակները աջակցել են Նիկոլին։ Տեսեք, աջակցել են Նիկոլին, դա այլ խնդիր է, աջակցել են 18 թվականին, դա ինչ որ իմաստով հասկանալի է, բայց դրա մասին չի խոսքը։ Հիմա ես նույնպես եմ կրում, ես այն մարդն եմ, որ 21-րդ դարում համարում եմ, որ մարդու իրավունքների խնդիրը նաև կարևորագույն մեր արժեքներից է, եւ մենք պետք է չբռնանանք այս մարդկանց կամ այն մարդկանց իրենց կրոնական կողմնորոշումների հետ կապված, բայց այստեղ շատ կարևոր է, որ այն կրոնական կառույցները, որոնց անվանում են աղանդավորներ, որը ես չեմ ընդունում այդ ձևակերպումը, իրենք այսօր պաշտոնապես հայտարարեն, որ դատապարտում են Նիկոլ Փաշինյանի այս քաղաքականությունը։ Նույն Արթուր Սիմոնյանը, ես կարծում եմ, եթե ինքը հիմա դատապարտի, միանգամից այդ բամբասանքները քիչնեն ներքև, բայց եթե չդատապարտի, այդ բամբասանքները կարող են շարունակվել։ Դա արդեն իր ընտրության խնդիրն է, որտեղ այստեղ հանրության ճնշող մեծամասնությունը արդեն հասկանում է, որ սա ոչ թե եկեղեցու խնդիրն է, ոչ թե վեհապարի խնդիրն է, դա ոչ թե հավատքի խնդիր է, դա Հայաստանի լինել չլինելու խնդիրն է։ Եվ ես կոչ եմ անում բոլոր եկեղեցական եւ կրոնական կառույցներին, անկախ իրենց ուղղություններին, հիմա ամենը իր մակարդակով հայտարարությունով հանդես գա ի պաշտպանություն վեհապարի, ի պաշտպանություն հայրաքելական եկեղեցու, անկախ իրենց տարաձայնություններից, անկախ այն նախկին խնդիրներից, որ կա։ Մենք պաշտոնապես Բայր Հայաստանը իր հայտարարությունով հանդես է եկել եւ այս բազմաթիվ քաղաքական ուժեր հանդես են եկել, բայց դա քիչ է։ Քաղաքական հայտարարություններից բացի եկեղեցին պահանջ ունի լուրջ մակարդակի պաշտպանության, այդ լուրջ պաշտպանության հարթակը մենք հիմա ձևավորելու ենք, որովհետև սա ստեյցիան նույնիսկ դա եկեղեցու խնդիր չէ, սա վեհապարի խնդիրը չէ, սա Հայաստանի լինելու չլինելու հարցն է, սա մեր ժողովրդի գոյության խնդիրն է։ Իդեպ ասեմ, որ խաղաղության հետ կապված էլ ասեմ, որ մենք բոլորովին էլ պատրաստ չենք պատրաստվում պատերազմ հայտարարել Ադրբեջանին, ոչ, Ադրբեջանի հետ իրական խաղաղություն ձևը մենք գիտենք, մենք դրա այդ ուղղությամբ ենք աշխատում, մենք դրա համար հասկանում ենք, որ այդ խաղաղության տարբերակը ոչ թե թղթով է, այլ ուժային բալանսներով է, մենք այդ խնդիրով ենք պայմանավորվել եւ ասեմ, որ շատ ուրախ լուրեր ասեմ, որ մենք շատ լավ հետաքրքիր լուրեր ունենք ձեր համար եւ մենք բերելու ենք իսկական խաղաղություն եւ թղթով եւ բալանսավորված, այնպես որ մի վախեցեք այս մարդկանցից, որոնք ձեզ ուզում են փորձել են երկրորդ անգամ խափեն, այդ թուղթը զուգանի թղթի մակարդակի նման թուղթը վերցնեն, տանեն, մեզ խափեն, որ հետո հենց ընտրություններից հաջորդ օրը Հայաստանը սկսի կործանվել, ինչպես որ 21 թվականին խափեցին, հետո հանձնեցին Արցախը։ Սա ամենակարևոր խնդիրն է, որ մեր ժողովուրդը պետք է հասկանա։
Այսինքն մենք գործ ունենք պրոֆեսիոնալ խաբեբաների հետ, այդ մարդիկ խաբեբային դարձել իրենց կարգավիճակից լենելով։ Իրենք քանի որ մարդը երբ որ ծանր վիճակի մեջ է, սկսում է անդադ խաբել։ Մարդը որ պարտ կլինում ինչ-որ մեկին, պարտքը որ քանի որ չի կանտա, մեկը սկսում է խաբել։ Ինքը մեկ օր այնքան է խաբելու, մինչև որ ինքը կարող խնդիրը լուծի, բայց քանի որ մարդը խաբեբան չի կարող լուծի, ինքը հավերժ է խաբելու։ Մինչև որ այդ մարդուն ցույց չբռնեն, ասեն որ դու խաբեբա ես։ Հիմա այս մարդը խաբել է, սկսած 18 թվականից բոլոր հարցերում խաբել է, բոլոր հարցերում։ Հիմա տեսեք, այս մարդու 7 տարվա ընթացքում արդյունքները Հայաստանի բոլոր հարցերում խաբել է ինքը։ Սոցիալական հարցերում, տնտեսական հարցերում, ազգային անվտանգության հարցերում, Արցախի հարցում, մարդու իրավունքների հարց, չկա ոլորտ, որտեղ այս մարդը խաբած չլինի։ Եվ սա արդեն հաստատված է արդեն, նույնիսկ արևմտյան կառույցների հարցումների համաձայն այսօր 42% մեր բնակչության իմպերատիվ պահանջում է այս մարդու հեռացումը, 42%-ը, եւ ընդամենը 9-ից 12%-ն են իրեն հավատում։ Սա ես պաշտոնական թվերն եմ ասում, պաշտոնական թվերը։ Այսինքն սա շատ լավ գիտի, ինքը փրփուրից կախված փորձում է թուղթը մուրալ Ալիևից եւ Էրդողանից, որպեսզի գոնե թղթով ինչ-որ մարդկանց փորձի խաբել, բայց ես ուզում եմ դիմել նաեւ մեր ԿՊԱ-ական ընկերներին, որոնք ԿՊԱ-ական են, բայց նորմալ հասկանալ է, մարդիկ հավատացել են 18 թվականին, իսկապես նախկին բարքերի դեմ են եղել, որը բռնողում հասկանալ է, բայց հիմա իրանք նույնպես հայտնվել են նույն պատանդի կարգավիճակում։ Ես նաև խոսք ունեմ նաև մեր պետական կառույցների ներկայացուցիչներին, որոնք իսկապես պետական կառույցի ներկայացուցիչներ են, որոնք օբյեկտիվորեն հանգամանքների բերումով նույնպես պատանդի կարգավիճակի մեջ են։ Ես ուզում եմ, որ դուք հասկանաք, պատկերացնեք, որ դուք ապրելու եք Հայաստանի մեր հետ միասին։ Իշխանափոխությունից հետո ոչ մի էքսցեսներ չինելու, ոչ մի ռեպրեսիա չինելու, մենք իսկապես մեզ պետք է նոր միասնականություն, որպեսզի այս մթնոլորտը, այդ պառակտման մթնոլորտը վերջապես վերանա, որտեղ այս մարդը բերեց մեր ժողովրդի մեջ տիեզերական պառակտում։ Այդ տիեզերական պառակտման արդյունքում մենք կորցրեցինք բազմաթիվ կորուստներ ունեցանք։ Այս պառակտումը պետք է վերջ տալ, բայց առանց այս մարդու վռնդելու Հայաստանից մենք չենք կարողանալու այդպես միավորել եկեղեցին, պիտի միավորի ինչ որ անձինք, ինչ որ ազդեցիկ։ Մտավորական արվեստագետներ սատ կա, զանգում ենք ասել մի մեկնաբանություն տվեք, ձայն չկա, բան չկա, եկեղեցու դեմ ով է անելու, ինչպես է դա լինելու։ Տեսեք, հիմա դա դուք մոտ ժամանակներս կտեսնեք, որովհետև սենց ասեմ ձեզ, պետք չի մարդկանց մեղադրել ինչ որ այս մարդիկ пассив են կամ բան են, մարդիկ սպասում են գործողություն, որպեսզի մարդիկ էլ իրենք մտնեն process-ի մեջ։ Անպայման չի որ մարդկանց հերոս պահանջենք։ Մարդիկ սովորաբար հերոս չեն ծնվում։ Հերոսները շատ մեկ հատուկ կենդ են լինում, իրենց հետևից տանում են մնացածներին։ Հիմա մոտ ժամանակներս դուք կտեսնեք, որտեվ այս մարդը ինչ կտեսնեք, ինչ որ խորհուրդ կձևավորվի, միություն կլինի, երկրորդ, երրորդ նախագահ, դաշնակցություն, Մայր Հայաստան, այն մյուսը բոլորը միավորված կլինեն այս արդյունքը։ Դա լինելու է, տեսնելու։ Այո, ոչ մի հատիկ չկա դրան, բան թակարդ տեսնեք իրար ինչ ասես ասում եք։ Տեսեք, բոլոր ամեն ինչը կտեսնեք, հետո արդեն նոր կխոսենք։ Հիմա պետք չի շտապել։ Այսինքն հիմք երկար մտածելու որտեղ է, բայց տեսեք ոնց է Նիկոլը շտապում, ինքը շտապում է հասկանալի, ինքը շտապը քանի տեսնում է այս պարակտված վիճակը, փորձում է օր առաջ լուծի այդ խնդիրը։ Այս պարակտվածությունը, որ ես ասում եմ, ես որ ասում եմ, որ այս պարակտվածությունը խանգարում է Հայաստանի զարգացմանը, շատերը չէին բան։ Հիմա դուք տեսաք, որ փաստացած այս պարակտված վիճակը պարզապես նվերա Նիկոլ Փաշինյանը։ Դրանից հետո դի հանրապետական կուսակցությունը խելքի գա, Մայր Հայաստանը խելքի գա, Մայր Հայաստանը միշտ խելքի է եկել, Մայր Հայաստանի պետք չի բանալ։ Դաշինքը մյուսը բոլորը տեսեք, հիմա ես ինչ եմ ուզում ասեմ ձեզ, անկախ ամեն ինչից, հիմա մի կողմ թողնենք թե ով է սկսել, ինչ արել, ինչ պատճառով, դա արդեն երկրորդական խնդիր է։ Մենք հիմա կանգնած ենք։ Դուք չեք վստահ, որ բանը իսկապես խելքի կգան եւ ինչ որ բան կլինի։ Որովհետեւ ես ասեմ, երբ որ ժողովուրդը ոտի է կանգնում, մնացած բոլոր քաղաքական ուժերը ստիպված ժողովրդի հետևից գնում են։ Դա շատ կարևոր խնդիր է։ Տեսեք, ես մի հատ օրինակ բերեմ, կարող ձեր դուրս չգա, բայց այնուամենայնիվ 2018 թվականին, երբ որ ժողովուրդը արդեն հավաքվել էր պարլամենտ, բանը ամբողջ հրապարակը հավաքվել էր, այդ ժողովուրդը ստիպեց, որ նույն Բարգավաճը, Դաշնակցությունը բան գնային ընտրեին այս անձնավորությանը։ Խաբված էին մարդիկ, բայց կապ չունի։ Ժողովուրդն է դառնում միշտ իշխանության աղբյուր։ Ժողովուրդը նույն ժողովրդին կազմակերպված ձևով Խուչուքյասյանը այնտեղից էր հանում, Գազարդը այնտեղից էր մարբերում, այն մեկը այնտեղից ժողովուրդը։ Ժողովուրդ հասկացողությունը նա այդպես ինչ եմ ասում։ Միշտ բոլոր ժողովուրդներն էլ ինչ որ ձևի սխալվում են։ Հետո այդ սխալը կարողանում են ուղղել։ Այդ ժողովրդին ժամանակին խաբեցին նաև Վրաստանում, հետո ժողովուրդը ուղղեց իր սխալը։
Խաբեցին Ուկրաինայում, այդ ուկրաինացիները փոխեցին, այդ նորից խաբեցին, հիմա շատ ծանր վիճակի մեջ է հայտնված։ Այսինքն պարբերաբար ժողովուրդներին խաբում են, բայց ժողովուրդները խելքի են գալիս։ Դա process է, ամբողջ համաշխարհային պատմումը դա process է։ Ձեր խոսքի մեջ որ ասում եք դա կտեսնեն կլինի, ես ճիշտ ասած ինչն է հիմք տալու եկեղեցու դեմ արշավը կստիպի, որ այդ բոլոր տարաձայնությունները դրեն մի կողմ եւ միավորվեն, դուք ինչ որ հիմքեր ունեք ասում եք։ Հա, ես ունեմ այդ հիմքերը, չեմ ուզում փակագծեր բացեմ, բայց ունեմ այդ հիմքերը, կտեսնեք դա, որովհետեւ նույնպես եմ կրկնում, ես հույս չունեմ այդ ինչ որ առանձին քաղաքական գործիչներ, որտեղ այդ մարդիկ իրանց ուղեղները շատ նեղ պատկերացումներով են ապրում, ինձ դա հետաքրքիր չի։ Բայց մարդիկ որ տեսնում են, որ ժողովուրդը հավաքված է, միանգամից իրանք արդեն սկսում են սթափվել։ Որ դա տենց է, միշտ եղել է Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, բոլոր տեղ տենց է եղել։ Դուք մարդկանցից մի պահանջեք հերոս լինել։ Մարդիկ քառակուսի մարդիկ են, դա խոսքը ես մարդկանցից չեմ պահանջում, ես այս ակնկալում եմ, որ կուսակցությունները հոտիպես ուզում են գնան ուժերի կողմը։ Չէ, ես խոսում եմ առաջնորդների մասին, ղեկավարների մասին, կուսակցության շարժումների դրա մասին։ Առաջնորդներին ծնում է process-ը, առաջնորդները ծնում է շարժումը։ Հարաբերական շարժումը ծնեց իր առաջնորդներին, չէ՞, Լևոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Մանուկյան, Վանո Սիրադեղյան, չէ՞, ցանկացած process է ծնում առաջնորդներ։ Հիմա դրա համար process-ը պետք է լինի, որ դուք տեսնեք արդեն թե ով կլինի տեղ առաջնորդ։ Ամենակարևորը սա է։ Այսինքն պետք չի որ առաջ վազել ընկալ, ասել որ միանգամից հիասթափել եւ բանի մեջ բանը։ Ես հիմքեր չեմ տեսնում այդ process-ները ինչ որ գնալու բանի։ Ալելա ջան, հիմա եկեք ես մի բան ասեմ։ Աշխատեք, նույնպես եմ ասում։ Հետևեք, պետք չի խոճապի մեջ հայտը միանգամից ընկնել ասել որ всё пропало բան ոնց որ այդ հայտնի ֆիլմն են ասում պետք չի տենց բան ասել բայց հուսադրող բան չեմ տեսնում ընդդիմության կողմից որ արվում է նորից եմ կրկնում Լևոն Տեր-Պետրոսյանը գնաց խնդրեմ դա եւ ինչ պիտի դրան հաջորդել մյուսներն էլ գնան ինչ պիտի անեն ես կարծում եմ որ այո մյուսներն էլ պետք է գնան որտեղ իսկապես ես գնահատում եմ Տեր-Պետրոսյանի քայլը ինքը իսկապես արժանի քայլ կատարեց եւ նման քայլը պետք է կատարեն նաեւ մյուս գործիչները Իդեպ քննադատեցին ասում են երբ որ դուք ասում եք բայց այն վտանգավոր պահին երբ որ շարժում է ձևավորվել Նիկոլի դեմ միշտ դրա դեմ ինչ որ հայտարարություն է արել Լևոն Տեր-Պետրոսյանը հավատանք Լևոն Տեր-Պետրոսյանի անկեղծությանը Անժելա ջան ես մի բան ասեմ ձեզ էլի ամբողջ խնդիրը տեսեք ես սենց ասեմ ձեզ միշտ ամեն մի փուլում ինչ որ մի process-ի մեջ ինչ որ մարդիկ մտնում են կամ չեն մտնում չէ հիմա իրավիճակը ֆունդամենտալ տարբերվում է նախկին process-ներից Հիմա դրած է Հայաստանի լինել չնելու խնդիրը։ Եթե նախկինում կար, չգիտեմ, Ղարաբաղի խնդիր, Ղարաբաղի ինչ-որ խնդիր կար, բան հիմա արդեն այս կամ այն մարդը գարի իշխանության, հիմա հասկանում է, որ Հայաստան չի լինելու։ Հիմա այս մարդը բոլորի համար պարզ է, որ այս մարդը փորձում է կատարել Ալիևի պատվերը, որպեսզի Ալիևից տանե թուղթը, որպես նվեր, որպեսզի ինտրուսների ժամանակ հելն իր ճղճղան ձենով թուղթը ձեռը վերցնեն մուրճի պես։ Գնա ասի գյուղացիներ ջան, ես ձեզ բերել եմ այդ մանգա թե ինչքան անգրագետ մարդ կարա գա, որ ասի, թուղթը բերել եմ, թուղթը խաղաղությունն է։ Այդ մարդուն չես կարող, բայց որ թուղթը խաղաղություն չի լինում։ Խաղաղությունը լինում է բալանսը, ուժերի բալանսը։ Ադրբեջանը արդեն նոր կործանիչներ է գնել Պակիստանից եւ փորձում է իր բանը կործանիչների քանակը հասնել մինչեւ 40-ի։ Ինչի է դա անում։ Որպեսզի ինքը կարողանա շանտաժով որպեսզի կարողանա շանտաժով վախացնելով Հայաստանին Հայաստանի ապամոնտաժումը խաղաղ ճանապարհով պահանջի Հայաստանը առանց դաշնակցի չի կարող այս Պակից դուրս գա դա բոլորը արդեն հասկացել են եւ այդ խնդիրը լուծելու համար պետք է իսկապես լուրջ ոչ թե վերացական բաներ ոտանավորներ ասել բանես գեղեցիկ Մակրոնը կգա կփրկի այլ պետք է առարկայական ծրագիր ունենալ այս երկիրը այս վիճակից դուրս գալու առաջին հերթին անվտանգության խնդիրը լուծելու կանոնացնելու Ադրբեջանի այդ ագրեսիվ քայլերը եւ պարտադրելու որ Ադրբեջանը համակերպվի որ պետք է մենք խաղաղ կարողանանք ապրել։ Սա ամենակարևոր խնդիրն է։ Ինչ պիտի անեն հոգեվոր դասը ինչ պիտի անի այս փուլում բոլորը կոչ անեն հայտարարությունն ինչ պիտի անեն եւ նաեւ հարցի շարունակությունն է ոմանք խորհուրդ էին տալիս որ բանադրեն, նզովեն Նիկոլին ինչ պիտի անեն։ Տեսեք, հոգեվոր դասը հիմա շատ ճիշտ էլ անում է վեապարը փաստացի փորձում է կոնսոլիդացնել ամբողջ հոգեվոր դասը ամբողջ աշխարհով մեկ եւ շատ կարեւոր է ամբողջ աշխարհի առաքելական ներկայացուցիչ ներկայացները հայտարարությունով հանդես գան իրենք արժանացնում։ Սա շատ կարեւոր խնդիր է, այսինքն սա որպեսի դա մենք այն բանը պատկերացնանք, որ ամբողջ աշխարհի մեր միաբանությունը մերժում է այս սատանաների այս պահածքը, դա սատաներ են, սրանք ես ուրիշ բան չեմ կարող ասել։ Սրանք բառից բուն իմաստով քաղաքական սատանաներ են, որոնք կապ չունեն Բելգիայի, Շվեյցարիայի, Ռումինիայի բոլոր տեղերի, այսինքն հոգևոր դասը ամենայն հայոց հոգևոր դասը պետք է միասնական լինի, միասնական հայտարարությունով հանդես գա եւ մերժի այս սատանայական իշխանությանը։ Դա շատ կարեւոր է։ Հաջորդը արդեն
Դա արդեն աշխարհիկ ուժերի գործն է, աշխարհիկ ուժերը արդեն պետք է հարթակ ստեղծեն։ Ինչու՞ պիտի բանադրեն եւ նզովեն։ Տեսեք, այդ հարցը թող եկեղեցին որոշի, ես չեմ ուզենա այդ բանը մտածեմ։ Մենք պետք է մի հատ խաղի կանոն ընդունենք, որ սահմանադրությամբ եկեղեցին տարանջատված է պետությունից։ Պետությունը պետք է չմտնի եկեղեցու գործերի մեջ, եկեղեցին պետք է չմտնի պետության գործերի մեջ։ Եկեղեցին պետք է չզբաղվի քաղաքականությամբ։ Պետությունը չպետք է չզբաղվի եկեղեցական խնդիրներով։ Մենք այդ խնդիրը, բայց մենք իրար փոխ լրացնելու բան ունենք։ Այսինքն եկեղեցին կարիք ունի լուրջ պաշտպանվելու, եւ այդ պաշտպանվելու գլխավոր խնդիրը պետք է լուծեն աշխարհիկ քաղաքական շրջանակները, հանրային գործիչները, անհատները, հասարակ քաղաքացիները, կուսակցական, բայց բոլոր կուսակցական շրջանակները պետք է այդ process-ի մեջ մտնելուց առաջի հերթին վայր դնեն իրենց կուսակցական դրոշը եւ հանդես գան որպես քաղաքացի։ Շատ կարեւոր խնդիր է սա եւ մոտ ժամանակներս հուսամ որ մենք process կտեսնենք։ Շատ լավ։ Ռուսաստանի գլխավոր բանակցող Վլադիմիր Պուտինի օգնական Մեդինսկին Արցախի օրինակն է բերել ուկրաինական կարգավորման համատեքստում։ Եթե հակամարտությունն առաջնագծի երկայնքով կանգնեցվի, ինչ որ զինադադար կնքվի, ապա այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի։ Ռաշատադային տված հարցազրույցում ասել է Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավարը։ Օրին հաջորդի Վլադիմիր Մեդինսկու հայտարարությունը, որում նա Ղարաբաղը ներկայացնում էր որպես վիճելի տարածք, ափսոսանք եւ զարմանք է առաջացնում, նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ Ղարաբաղը երբեք վիճելի տարածք չի եղել, հիշեցնում ենք եւ այլն։ Հետո դրանից հետո որոշակի շտկում եւ պարզաբանում է մտցրել այս ամեն ինչի մեջ Զախարովան։ Ինչու՞ սենց աղմուկ բարձրացավ։ Դե սենց ասեմ, դա ռուսային ասում են ֆիգուրեր էջ։ Մեդինսկին դա հայտարարեց ձևակերպել է, որտեղ Ղարաբաղը միշտ եղել է վիճելի տարածք, մինչև 2022 թվականը Ղարաբաղը միշտ եղել է վիճելի տարածք։ Մեր ժողովուրդը պետք է հիշի, որ Ղարաբաղը սկսած առնվազն 2007 թվականից իրականում 92 թվականից վիճելի տարածք, պարզապես այդ վիճելի տարածքը դե յուրը դեռ հաստատված չէր, 2007 թվականից արդեն Մադրիդից հետո սկսվեց արդեն ընկալել որպես վիճելի տարածք եւ ինքը վիճելի տարածք չդարձավ Նիկոլ Փաշինյանի ջանքերով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրագայից։ Սա կարևոր խնդիրն է։ Այս մարտն է գերեզմանա փորը դրել Ղարաբաղի։ Այս Նիկոլ Փաշինյանի գործողությունների շնորհիվ է, որ Ղարաբաղը արդեն չդարձավ վիճելի տարածք, դարձավ Ադրբեջանի տարածք։ Սա մենք բոլորս պետք է հիշենք, բայց քանի որ մեր ժողովրդի մի զգալի մասը դա չի հասկանում, բայց իրաց մեղքը չի։ Դա մեր քաղաքական գործիչների, քաղաքական կուսակցությունների, քաղաքական ուժերի մեղքն է, որոնք 22 թվականին դեռ չէին շատերը, ես չեմ ուզում շատ բաներ ասեմ, շատերը չէին էլ հասկանում Պրահայի որոշումների տրամաբանությունը։ Նույնիսկ մեր հետ վիճում էին ասում են ինչի՞ եք տենց աղմուկ բարձրացնում, ասում դες ընդդիմադիր շրջանակներից եմ ասում, որ իմանաք։ Անգլիագետներ են, որ այդ մարդիկ, բայց բաներ եմ ասում, որ դուք չեք, ես չեմ ուզում անուններ տամ պարզապես։ Ընդդիմադիր դաշտից ասում էին, բայց ինչի՞ եք ասում, որ ինքը համաձայնվել է թուղթ ասում եմ, լսեք, դուք խոմ դեբիլ չեք։ Քաղաքական process-ները համաշխարհային դուք այդ բանը չեք հասկանում, դուք ո՞նց եք մտել քաղաքականության մեջ, այդ դրա համար է մեր ժողովուրդը sense վիճակի մեջ։ Իրա քաղաքական վերնախավն է տգետ։ Այդ տգետ վերնախավը ո՞նց կարա ժողովրդին բան բացատրի, որ ժողովուրդը հասկանա դրա մասին։ Սա է ամբողջ խնդիրը, Անժելա ջան։ Բայց առանձին խնդիր է, քաղաքական դաշտի 90%-ը պետք է թափել, նոր քաղաքական դաշտ պետք է սարքել, բայց դա հետագայի խնդիր է։ Բայց խնդիրը կան այն բանի մեջ, որ իսկապես այս մարտը 22 թվականի հոկտեմբերի 6-ից հետո իսկապես Ղարաբաղը թաղեց։ Ղարաբաղը դարձրեց արդեն Ադրբեջանի տարածք, որից հետո արդեն այդ խաղապահուժերը ստիպված պետք է դուրս գային, Ադրբեջանը արդեն լեգիտիմ մակարդակով փակեց ճանապարհը Լաչինի եւ մեկ տարի անց արդեն Հայաստան էթնիկական զտում կատարեց եւ Ղարաբաղցիները ստիպված դուրս եկան Ղարաբաղից։ Այս բանը պետք է բոլորը իմանան, պատմության մեջ դա արձանագրված է, ինքը վախենում է դրանից, բայց նույնիսկ եմ ասում, այս ամեն ինչի չբացահայտված վիճակի գլխավոր պատճառը այս քաղաքական դաշտն է, որը չկայացած քաղաքական դաշտ է։ Մենք 30 տարի ունեցել ենք մի հատ մեծ բամբասանքների կուսակցություն, որոնք զբաղված էին ինտրիգներով զբաղված, բամբասանքով զբաղված, որոնք գնում էին բանում այդ կաֆեն նստած էին, մեկը մյուսի դեմ բամբասանքներով էր զբաղվում, իրանք կապ չունեն թե որ քաղաքական ուժերից են։ Իրար մեջ քաղաքական պայմանական տարբեր քաղաքական ուժեր էին, այդ բամբասանքների գլխավոր նպատակն էր թե ով պետք է դառնա նախարար կամ ով պետք է դառնա պատգամավոր, ով ինչ ցուցակի մեջ պետք է անի, որ մեկը մյուսին բամբասի։ Էսա քո քաղաքական վերնախավն եղել։ Էսի են
կեղտն է, որ այդ կեղտի պատճառով որ ժողովուրդը այս վիճակի մեջ անջել է։ Այսպես իրականություն ուզում ես կոպիտ ասեմ, կոպիտը էսա իրականությունն է։ Այդ մարդիկ այլևս պետք է չնեն քաղաքական դաշտում։ Դրանք են քայքայել Հայաստանը, դրանք են այս վիճակի մեջ գցել։ Դրանք են ծնել ի վերջո, որ Նիկոլ Փաշինյանի նման կերպարները կարող գան երկրի ղեկավար դառնան։ Սա է գլխավոր։ Իրանն վճռական եւ արագ գործողություններով խափանեց այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացումը, կանխելով իր եւ Ռուսաստանի արգելափակումը։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։ Որոշ երկրներ փորձեցին Հայաստանի միջոցով Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Զանգեզուրի միջանցք ստեղծելու պատրվակով, որը կնշանակեր մասնատել Հայաստանը եւ փակել դեպի Եվրոպա իրանական միջանցքը, բայց Իրանը խափանեց դրա իրականացումը, ասել է Քամենեի կետրին տված հարցազրույցում։ Տեսեք, ես մի բան էլ ասեմ մեր ժողովրդին, որ ցավոք սրտի ակտիվացել հիմա արդեն։ Հիմա ասեմ ձեզ, Ժորժան, ամոթա, բայց ես ասեմ, մենք ֆորմալ ունենք պետականություն, բայց ձեր անվտանգության եւ Հայաստանի պետականության երաշխավորները փաստացի դարձել են Իրանը եւ Ռուսաստանը։ Այն որ դուք հայհոյում եք ամբողջ օր, ամեն օր որ հայհոյում եք Իրանին կամ Ռուսաստանին, իրանք ձեզ պահում են, բայց ոչ թե ձեր շահերի պատճառով, իրանք շահերի։ Իրենք ունեն շահեր, պաշտպանում են, բայց այդ էլ որ դուք չեք հասկանում, դա էլ ձեր մեղքը չի։ Ուզում եք գնանք դուրս հարցնեք ամեն երկրորդը կասի Ռուսաստանը, բայց չգիտակցելը որ մարդկանց մեղքը չի, որովհետեւ մարդուն չէ, մարդուն դու պիտի չբացատրես։ Կներես Անժելա ջան, դու սենց ասեմ քեզ, բացատրում ես սովորաբար քաղաքական վեհնախավը։ Բայց քո քաղաքական վեհնախավը որ բամբասկոտների կաներեք բամբասանքով զբաղված մարդիկ են, որոնց հետաքրքիր չի ընդհանրապես արժեքային համակարգ ձևավորել, արժեքային համակարգ թեզեր ներկայացնել հանրությանը, իրանք բացի իրանց բամբասանքներից եւ իրանց ցուցակային կռներից ոչ մի բան հետաքրքիր չի։ Որտեղից պետք է մարդի իմանա թե ինչի շնորհիվ այնքը կարողանում անվտանգ ապրել Հայաստանում։ Ինչի շնորհիվ այդ մարդը կարող անվտանգ իր երեխային տանել դպրոց եւ այլն եւ այլն։ Այս ամենը դա ողբերգություն է, բայց դա փաստ է հետագայում Փաշինյանը որ չնի Հայաստանում։ Մենք որ այս ամենը չբացահայտենք, մարդիկ ամաչելու են որ ընդհանրապես ոնց են ապրել մինչեւ հիմա։ Դուք հիմա որ ապրում եք, գոյատևում եք եւ դեռ Ղարաբաղցիներ օրի մեջ չկաք, դեռ ցավոք սրտի եմ ասում, թե այս մարդկանց բանը չի։ Էսի Իրանի եւ նաեւ Ռուսաստանի շնորհիվ որ իրանք դեռ ձեզ թույլ են տալիս որ դուք ստեղ ապրեք, բայց իրանց շահերից ելնելով։ Բայց մի օր կարող է պետք է այդ շահերը չհամանքի։ Ես դրա համար եմ ասում որ մենք օր առաջ պետքա վռնդենք այս մարդկանց, ստեղծենք մեր սեփական պետությունը, սա պետություն չի հիմա։ Ինքը փաստի տարածք կա, ֆորմալ պետություն է, որը կապ չունի պետության հետ։ Էսի մարդը ամբողջ պետական համակարգը սեփականաշնորհել է եւ ինքը օգտագործում է իր ընտանիքը փրկելու համար։ Ինքը պատանդի կարգավիճակի մեջ դրա ամբողջ Հայաստանի պետականությունը Ալիևի տակ, որպեսզի փրկի իր իշխանությունը։ Սա է ամբողջ խնդիրը եւ ամոթալի է, որ մեր մոտ 9-ից 12% մարդ կա, որ այս մարդուն աջակցում է։ Դա մեծագույն խայտարակություն է։ Եվ այդ խայտարակությունը պետք է լավ մեծ ռազմորկայի խնդիր լինի իշխանապողությունով։ Ոնց կարան տես մարդիկ ապրեն Հայաստանում հետագայում, որտեղ շատ կենտրոնական խնդիր է, որտեղ այս տիպի տարածքում չի կարա մարդը ապրի այս գիտակցությունով, այս պրիմիտիվ մակարդակով։ Հնարավոր չի, որտեղ այդ մարդը որ ապրում է այդ մտածողությամբ, ինքը խանգարում է մյուս մարդկանց, որ ինքը նորմալ ապրի, որտեղ եթե 10%-ը սպառնում է Հայաստանի անվտանգությանը, այդ 90%-ը չի կարող հանգիստ ապրի։ Ուրեմն նշանակում է այդ 90%-ը պետք է լուծի այդ 10%-ի խնդիրը։ Բայց ես չեմ ուզում որ մենք այս վիճակի մեջ հայտնվենք։ Դա համար մենք կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին ստապ լինել, հասկանալ, որ սա կուսակցական խնդիր չի, սա գաղափարական խնդիր չի, սա կրոնական խնդիր չի, սա գոյության խնդիրն է։ Եվ չեմ ուզում արդեն այդ քաղաքական ուժերին կոչ անել, որտեղ քաղաքական ուժերին կոչի անիմաստ է, դրանք բացի իրանց ինտրիգներից եւ անձնական շահերից ոչինչ հետաքրքիր չի իրանց։ Սա է ամբողջ խնդիրը։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ դուք հարգելի քաղաքացիներ, դուք պետք է ձեր բանով ազդակով տակ պարտադրեք, որ այս քաղաքական շրջանակները ստիպված խելքի գան եւ կարողանան արդեն կոնսոլիդացված աշխատեն։ Մենք այդ ամեն ինչը անելու ենք, խնդիր չկա։ Շատ լավ։ Հույս ունենանք, որ այս փորձությունը հայ ժողովուրդը կհաղթահարի եւ հայ առաքելական եկեղեցին դարերով ցույց է տվել, որ անսասան է մնացել, բայց գիտեք, այդպես անսասան էր նաեւ Արցախը, իհարկե ամեն ինչ գլխի վրայով անցել է, բայց սա կարողացավ կործանել էլի, հայաթափել եւ կործանել Նիկոլը։ Մեզանից է կախված։ Ինքը մտածում է, եթե ես Արցախը մարսեցի, Արցախը հայաթափեցի, ցեղասպանության այսպես արչև կանգնեցրեցի ցեղասպան եւ չգիտեմ ոնց ասեմ, եթե դա կարող է հաջողեցի մոտ, ինչու ոչ կարող եմ նաեւ,
բայց ես հիմա տեսնում եմ վախեցած, վախվորած, ողորմելի վիճակը մի շարք գործիչների, արվեստագետների մտակոչ եմ, թատրոնների ղեկավարներ են, տնօրեններ են, չգիտեմ, մնացած մշակույթի համալսարանականներ են, ակադեմիայի քար լռություն է, հայտարարություն է, երբևիցե էլ Դավիթ Գասպարյանը այսօր խոսում էր հայելու հետ գրականագետ է, որ խոսեն ինչպես կարելի է 30-ականներին բոլշևիկները սա արեցին, դրած քար ու քանդ են անում երկիրը, կծկտուր կոնֆորմիստ վախեցած ողորմելի Դավիթ Գասպարյանը մի հատ ինչ-որ բան է խոսում ասում։ Աղելա, ես մոտ չեմ ուզում անդրադառնալ առանձին վերցած կծկտուր, չգիտեմ ինչ է։ Այն որ հայ ժողովուրդը չի գիտակցում, որ գրաված է երկիրը, որ հայ ժողովուրդը երբևիցե լուրջ մակարդակի մտավորականություն չի ունեցել, ինչպես որ ունեցել է, ասենք, ունակ ռուս մտավորականությունը, ֆրանսիացիները, անգլիացիները։ Ասեմ, այնտեղ էլ է պրոբլեմը, իրենց լսում ես, որ իրենց մոդել է, հասկանում ես, որ իրենց մոդել է պրոբլեմ։ Դե այդպես պրոբլեմ, եթե լիներ, իրանք պետականություն չէին ունենա։ Չէ, այս ինչ որ ես խոսում եմ, իրենք էլ ասենք, բա ասեն, էս ի՞նչ է կատարվում։ Այդ նույն հիմա տեսեք այնտեղ Ալակ Ուգաշովաններ, չգիտեմ ինչեր գնացել են, ինչպես կարելի է հարձակվել բան, այդ նույն երկրում, որ իրանք Իսրայելում ապրում են, ցեղասպանություն է իրականացնում, այդ տականքի ծնունդներ են, մի ծպտուն չեն անում։ Բայց դրա համար երկիրը առողջանում է, այդ երկիրը միշտ այդպես պրոբլեմ ունեցել է։ Իրանց մեջ միշտ այդ մտավորականների մեջ եղել է այդ վեճը, այդ վեճը միշտ ավարտվել է այն բանը, որ այդ երկիրը միշտ հզոր մնացել է։ Նույնը կարելի ասել ֆրանսիացիների մասին, նույնը կարելի ասել ֆրանսիացի լուսավորիչների մասին, նույնը կարելի ասել բրիտանացիների լուսավորիչների մասին։ Տեսեք, նոր սերունդը պիտի գա, նոր սերունդը պիտի գա մաքրի, գրականագետների մի հատ կույտ է ձևավորվել Գրանիշով բանով, այնտեղից մեկ էլ լսում ես Աննա Հակոբյանի իմ քայլում գնացել են ճառ պիտի ասեն, եսի ինչ են ասել։ Այսինքն այդ սերունդն էլ է, չես հասկանում, այս սերունդը ինչ որակ է։ Գնա ավակ սերունդը։ Վրաստանը ունեցավ չգիտեմ, Ստուրը, Վրաստանը ունեցավ Մամարդաշվիլի, ցավոք սրտի եմ ասում, մեր մոտ դեռ այդ կլասի Սահակաշվիլու երեսին ինչ ասես։ Այո, իհարկե։ Մենք այդ մակարդակի բան չունեցանք, ցավոք սրտի եմ ասում, սա բայց առանձին թեմա է, առանձին խնդիր է, առանձին քննարկման հարթ, հա։ Ինչ եմ ուզում ասեմ, որ այնուամենայնիվ մենք էլ պետք է կարողանանք իսկապես նենց երկիր ծեր, որտեղ մենք ի տարբերություն ուրիշների շատ ծանր վիճակի մեջ ենք։ Մենք մեր աշխարհագրական դիրքով, մեր շահերի տրամաբանությամբ, մենք պետք է շատ ուժեղ, մենք Իսրայելի մակարդակի պետություն պետք է ստեղծենք, որ կարողանանք գոյատևենք։ Մենք ուրիշ տարբերակ չունենք։ Մենք չենք կարա Շվեյցարիայի պես ապրենք, մենք չենք կարա ցավոք սրտի եմ ասում, մեր հարևանները շվեյցարացիներն ու ավստրիացիները չեն։ Մեր հարևանները երկրներ են, որոնք ամեն օր, ամեն ժամ մտածում են մեզ ոչնչացնելու մասին, որտեղ մենք խանգարում ենք իրենց գոյությանը։ Սա ամենաքանչյուրը չէ, հասկանում են, չէ, անգամ այդպիսի հարց չկա դրված վրացիների առջև, որտեղ վրացիները ի վերջո Թուրքիան ձևավորվել է մեր հաշվին, չէ, մեր հողերի մետարացի։ Վրացիների մոտ չկա այդ խնդիրը դրած, որովհետև Վրաստանը ընդամենը 200 առաջ կորցրեց իր պետականությունը եւ Վրաստանը ունի պետականության մեծ երկարատև փորձ։ Մենք այդ փորձը ցավոք սրտի չունենք։ Մենք 10-րդ դարից պետականությունը այս տարածքում կորցրեցինք, Կիլիկիան որ չհաշվենք, մենք 1000 տարուց ավել հաստատից չենք ունեցել պետականություն։ Եվ այդ պետականության մեր կորուստը հանգեցել է նրան, որ թուրքերն ու ադրբեջանցիները համարում են, որ մենք օբյեկտիվորեն իրավունք չունենք պետականություն ունենալ։ Եվ մենք պետությունը ստեղծել են ռուսական կայսրությունը իրենց շահերի համար 1828 թվականից հետո, ընդամենը 200 տարի առաջ։ Սա կենտրոնական խնդիր է, որ դա չի, նաև հասկանում են, որ որևէ միավորում չպիտի մնա այստեղ, անգամ եթե ասենք Սուրբ քաղաքը Էջմիածինը պիտի մնա այնտեղ ինչ որ կենտրոն, ենք հասկանում են, վաղը դա իրենց համար պրոբլեմ է։ Դրա համար հիմնարար բնաջնջեն ոչ մի բան չմնա այդտեղ։ Միանշանակ Իմպիչմենտ ինչ որ բան են սկսել, ինչ որ տեխնացիոն ինչ կասեք։ Տեսեք, ես այդ հարցին մի անգամ ասացի, որ իմպիչմենտ process-ը ընդհանուր առմամբ հնարավոր է մենակ այն ժամանակ, երբ որ համաժողովրդական շարժում սկսի, ներքևից համաժողովրդական շարժումը, հենց ոնց որ ասենք Սրբազանի, Բագրատ Սրբազանի ժամանակ 50-60 հազար մարդ կանգնած լինի փողոցում, բայց դա էլ է քիչ։ 2024 թվականին անցյալ տարի հենց այս ժամանակվա այդ 50-60 հազար մարդը չկարողացավ, չէ, իմպիչմենտ իրականացնել, որտեղ իմպիչմենտի համար պետք է որ ուժային կառույցները նաև տրոհվեն, ուժային կառույցներից անցնեն ժողովրդի կողմը։ Դա է միայն այդ պարագայում հնարավոր չի։ Որովհետև չի լինում տենց բան։ Տեսեք, ասեմ ինչի, որովհետև երբ որ ուժային կառույցները, ռեպրեսիվ կառույցները անցնում են արդեն ժողովրդի կողմը, արդեն դեպուտատները, արդեն падգամավորները ԿՊԱ-ական, իրենք արդեն այդ վախի զգացողություն չեն ունենում։ Իրենք հիմա վախի, իրենք պատանդի կարգավիճակի մեջ են, իրենք Նիկոլ Փաշինյանի պատանդներն են։ Անկախ եթե նույնիսկ իրանք ուզենային անցնեին
ժողովրդի կողմը, իրանք կվախենան դա անեն, որտեվ եթե իրանք հանգարցի այդ քայլը կատարեցին, իրանք ռեպրեսիա կենթարկվեն, ինչպես որ Հովիկ Աղազարյանը, կստացի, այդ իմաստով ամենամեղմն է։ Իրանք ուրիշները եթե ասես կոպիտ դավաճանեն, շատ ավելի մեծ ռեպրեսիայի կենթարկվեն։ Դա համար ոչ մեկ իրենց ռիսկ չի անի, որ տեսեք հիմա այդ վեհապարը հետ կապված մի հոգի չկա, որ դրա մասին խոսա, որտեվ շատ པարզ խնդիր է, այսինքն այդ իմպիչմենտը այսօր դա դատարկ խոսակցություն է։ Դու իմպիչմենտը պետք է հիմնադիտակից սարքես։ Իմպիչմենտ իրական իմպիչմենտ եղավ 98 թվականին, երբ որ այն ժամանակ ուժային կառույցները մի տեղում էր, ժողովուրդը մի տեղում էր, ժամանակ եղավ։ Իմպիչմենտ եղավ 2018 թվականին, երբ որ ամբողջ ժողովուրդը հավաքվել էր, այդ ժողովուրդը ստիպեց, որ երկրի ղեկավարը փաստում հրաժարակ։ Այն յուրօրինակ իմպիչմենտ էր։ 2018 թվականին, չէ՞, յուրօրինակ իմպիչմենտի բան ձև եղավ, չէ՞, փաստացի։ Երբ որ Բարգավաճով, բանով, Դաշնակցով ստիպեցին, հանրապետականով ստիպած մի մասը համաձայնվեց, որ Բայց ինչի է համոզված, ասենք, այդ թևը հանրապետականի, որ կստացվի։ Որովհետև կա այն ներքին ներիշխանական, այսպես ասած, հակասությունը, որ կա, բոլորը քանի որ պատրաստում են 2026 թվականին, իրականում բոլորը 26 թվականին դրույթներին են պատրաստվում, եւ այս մի մարդ, այս մի շրջանակը մտածում է, որ այս բանով ինքը կհարվածի երկրորդ նախագահային եւ Հայաստան Դաշինքին, իրանց վարկանիշի հաշվին, հիշեցման հաշվին, իրանք նոր մարդկանց կմցնեն խաղի մեջ։ Սա իրանց այս նեղմիտ մտածողությունը, որը կա, սա ցավոք սրտի դա ողբերգություն է, բայց սա մեր Հայաստանի այսօրվա նեղած քաղաքական դաշտի խաղի կանոններն են, որը հենց դրա պատճառով էլ Նիկոլ Փաշինյանը 7 տարի կարողացել է գոյատևել։ Դե մյուս կողմից էլ ասում եմ մենք ոչինչ չենք անում, այն մյուս կողմն էլ դանդալոշ, դանդաղ Հայաստան Դաշինքը երկրորդ նախագահի թիմն էլ ոչինչ չի ձեռնարկում, չի անում։ Մենք էլ բան ենք ձեռնարկում, դուք ի սկզբանե ասում եք դատապարտված է։ Չէ, ձեռնարկել պետք է անել ոչ թե ինչ-որ մեկի հաշվին, այլ սեփական բան։ Դուք վստահ եք, որ սա Հայաստան Դաշինքի հաշվին է կամ երկրորդ նախագահի։ Կներեք, մի հատ հարց տամ, դուք հիմա այստեղ շատ խելք պետք չի դա հասկանալու համար։ Ես նույնպես եմ կգնում ցանկացած քաղաքական ուժ եթե ուզում է իր հաշվարկները տեսնի, պետքա ինքը ոչ թե ինչ-որ մեկի հաշվին դա անի, այլ ինքնուրույն պետքա ինքը կարողանա դա հավաքի։ Բայց ես կարծում եմ, որ հիմա դրա ժամանակը չի, որտեղ մենք պետքա մտածենք ոչ թե մտածենք 26 թվականի ընտրությունների հետ կապված, որտեղ 26 թվականի ընտրությունները պաշտոնապես նշանակված են։ Դրանում մեղադրում են Հայաստան Դաշինքին եւ առաջնորդին, որ իրենք են մտածում 26 թվականի ընտրությունների մասին։ Անժելա ջան, ես մի բան ասեմ, եւ ընտրությունները ոչինչ չեն կարող փոխել։ Տեսեք, ով ինչ ասի, իրականում բոլորն էլ հասկանում են եւ բոլոր այն մարդիկ, որոնք ռեալ քաղաքականությամբ զբաղվում են, շատ լավ հասկանում թե ինչի մասն է խոսքը։ Իրականում նույնպես եմ կրկնում, այս մարդը հասկանալով թե որ 26 թվականի ընտրություններին շանս չունի վերապրել, հիմա սկսել է ապականոնացնել քաղաքական իրավիճակը եւ այս մարդուն պետք է պատասխան տալ։ Այդ պատասխանը պետք է լինի իսկապես նոր հարթակ ձևավորելով, այդ հարթակը պետք է իսկապես ժողովրդին կոնսոլիդացնի, որպեսզի կարողանա կանխել այս մարդկանց ծրագրերը։ Այդ հարթակը արդեն կթելադրի նոր օրակարգ։ Այդ նոր օրակարգին ստիպված արդեն հարմարվեն բոլորը։ Հայաստանում տենց է, Հայաստանում դուք ոչ մեկից լուրջ բան մի սպասեն, նրանք բոլորը քնած մարդիկ են, որոնք sense իներտ մարդիկ են, իներտ իրենց բաներով շարժվում են, իրանք շատ քիչ բան է հետաքրքրում։ Ես ասեմ, դες չեմ ուզում շատ բան ասեմ, բայց փոքր սոցիալական խնդիրներով տեսնում եք թե Մայր Հայաստանը ինչքան ակտիվ է աշխատում։ Իհարկե դա շատ նեղ ոլորտ է, շատ նեղ շեֆտ է, բայց այն աշխատանքը, որ Մայր Հայաստանն է անում, եթե դրա 10%-ը մյուսները անեին այլ ոլորտներում, ես ասեմ Հայաստանում շատ ավելի իրավիճակը փոխված կներ։ Բայց հիմա մենք հաշվետեսնելով, որ փաստացի մենք ոչ մի աջակցություն կարիքը չունենք դրա համար, մեզ պետք է իսկապես նորմալ ռեսուրսներ եւ ժողովրդի հետ կարողանանք բանանենք, մենք այդ խնդիրը կփորձենք լուծել եւ կլուծենք այդ խնդիրը եւ մենք ավելի բարձր մակարդակի այդ խնդիրները կդնենք եւ ոչ միայն սոցիալական, այլ նաեւ տնտեսական, ազգային խնդիրներով արդեն մտնենք եւ կստիպենք, որ մյուսներն էլ փաստացի այս խաղի կանոնին ենթարկվեն։ Դուք հուսադրող բան ասեցիք, որ այդ համախմբումը լինելու է եւ կարեւոր մեկ այլ հարց է, կամ դրա մասին սկսեցինք մեր զրույցը դրանից, որ Նիկոլը հիմա հետ քայլի տեղ չունի, Ալիևը եւ Էրդողանը ստիպում են, որ ինքը գնա եկեղեցու դեմ, չունի հետ քայլի ճանապարհ։ Իրանք ասում են դու պետք է ապացուցես մեզ, որ դու պատրաստ ես ադրբեջանցիներին Այսինքն Նիկոլը որպեսզի իր ընտանիքը մնա, ինքը պետք է կործանի եկեղեցին եւ հայ ժողովրդին։ Իրանք տեսեք ինչ է,
Ալիևն ու Չմեծ հաշը կործանի եկեղեցին եւ հայ ժողովրդին ուրիշ ճամփա չունի Նիկոլը։ Իրանք ինչ են ասում են Էրդողանն ու Ալիևը ասում են Նիկոլը չի ասում դուք ինձ ուրիշ տարբերակ չեք տալիս։ Դուք ինձ կոնկրետ հիմա Նիկոլը չի ասում Էրդողանը ասում դուք ինձ տվել եք մի ընտրություն չեք տվել։ Դուք գնում կործանում ես եկեղեցին։ Նիկոլը ասում է ինքը Նիկոլը գնում է մեղա ինք հիմա Էրդողանին, Մակրոնին բացատրում է տղեկ ասում է մեզ ինձ շանս տվեք որ ես վերարտադրվեմ ինձ տվեք պարտադրեք որպեսզի Ալիևը։ Չի հասկանում իրա վերարտադրումը կործանում է Ինք ինչ ասում է, թույլ տվեք, որ մինչև այդ թուղթը նվեր տվեք մինչև ընտրությունները, որ թուղթը ձերս գնամ խափեմ, որտեղ եթե ես չխափեմ, դա մատ ռուսամետ ուշ կգա, դուք վատ կզգաք դա։ Խափեմ ինչ անեմ, կործանեմ եկեղեցի։ Չէ, խափեմ ես ընտրությունները վերարտադրվեն, հետո արդեն ադրբեջանցիները կվերադառնան Հայաստան։ Իսկ ինքը գիտի որ կործանելու է Հայաստանը։ Ինքը մտածում է իր փրկության մասին, ինքը չի մտածում Հայաստանի մասին։ Պարզ բան ասեմ։ Իր համար հետաքրքիր չի։ Չի մտածում են կարող են չէ ձևակերպել, որ քո փրկությունը, որ դու ապրես, ուրեմն դի հայ ժողովուրդը չլինի։ Տենց է ստացվել, ինքը խոմ հատուկ չի ուզում, բայց տենց ստացվել է։ Իր մոտ տենց է ստացվել։ Ալիևը քանի որ ֆիքսել է այդ իրավիճակը, ասում է քանի որ այս մարդը իմ պատանդն է դարձել, ես նրանից մինչև վերջ բոլոր զիջումները կորզելու եմ։ Բանն Նիկոլն ասում է Ալիև, ժադնես ֆրայերս գուբիտ։ Ասում է մի շատ ագահություն։ Մի արագացրու էլի։ Մի արագացրու։ Չի ապրի ժողովուրդը, բայց մի արագացրու։ Բայց Ալիևը ասում է չէ, ես արագացրել եմ, քանի որ գիտեմ, որ այս ժողովուրդը բեզրազմերնիկ արա բանի կոմպրոմիսի գնա, դու բեզրազմերնիկ պետք է այս ժողովրդից պահանջես այդ բանը։ Հիմա էս է իրականությունն է։ Ես քեզ իրականությունն եմ ասում։ Ստեղ արդեն դու կարաս մեղադրես մեկ հատ Նիկոլը տեսնի, որ արդեն սա այնտեղն է, որ կործանվում է, գուցե հետ քաշվի է Էրդողանը։ Այսինքն տեսնի, որ դիմադրությունը եկեղեցու այնքան մեծ է։ Որ պայն որ սկսվեց դիմադրությունը, բնականաբար Նիկոլ Փաշյանը ինչ կասի Ալիևի։ Արդեն գիտեք ինչ տենց ասեմ, անկախ ամեն ինչից ես համոզված եմ, որտեղ բացի Հայաստանից նաև կան երկրներ, որոնք շահագրգռված է որ Հայաստանը լինի։ Մենակ տենց չի որ Էրդողանից ու Ալիևից է կախված Հայաստանի ապագան։ Հասկանում եք, քանի որ դա տենց է իրավիճակը, քանի որ գիտի ընտրություններով, թե մինչև ընտրությունները իրանք էլ են հասկանում, որ մեկը Նիկոլ Փաշինյանը դատապարտված է։ Նիկոլ Փաշինյանը պարզապես փրփուրներից է կախված։ Սա է հիմա ես դրա համար եմ ասում, ես նույն մեր ԿՊԱ-ական ընկերներին, գործընկերներին առաջարկում եմ, ասում իմացեք Ժորժ ջան, եթե այս մարդը հանգարց անկայունության process-ով գնա, դա վտանգավոր կլինի առաջնորդին ձեր համար, որտեղ ցնցումային տարբերակը դա շատ ծանր տարբերակ կլինի բոլոր ԿՊԱ-ականների համար։ Անցնցում տարբերակը, թավշյա տարբերակը, դա լինում է սովորաբար առանց ցնցումների եւ ես նույնիսկ եմ գրեթե կարամ ասեմ, որ առանց որևէ լուրջ էքսեսների իշխանապողությունից հետո բոլորը հանգիստ կարանք միասնական վիճակից դուրս գանք։ Շատ կարևոր խնդիրն է։ Պարզապես Փաշինյանին օբյեկտիվորեն ինքը քանի որ իր վիճակը տենց է, իրան շահավետ է որ ցնցումներով լինի, որտեղ առանց ցնցումների ինքը չի կարողանում, ինքը վախերի մեջ է ապրում։ Ինքը վախերի մեջ ապրում, դրա համար իրանք ասենց էքսեսներով են հանդես գալիս, ինչ որ կեղտոտ հռետորաբանությամբ են հանդես գալիս, խոսույթն է փոխվել իրանց, այդ վախերն է իրանց առաջարկում պարտադրում տենց բաներով հանդես գալ, սա է խնդիրը։ Եվ տեսեք ինչքան բաց են աշխատում, եթե միջև հիմա այսպես կողքից մի քիչ ստվերում կամ ոչ, հիմա ինչու է զույգը որոշեց անցած անգամ էլ ասեցի այսպես շատ բաց հստակ որտեղ բաց է դրած իրաց առաջ, որտեղ իրանց առաջ է դրած բաց խնդիր։ Ալիև ասում արդեն գիտես ինչ, Ալիև ասում արդեն ես արդեն դու պետք է քո ժողովրդին ասես, որ սենց է, պետք է ասես, որ հետեւյալն է, այս խնդիրը պետք է ադրբեջանցնել, դա մար ինքը բաց ասում է Ալեն Սիմոնյան գնա հայտարարի։ Դրա համար Աննային էլ անվանան, արդեն բաց դուրս է։ Աննան կապ չունի ստեղ։ Ստեղ կապը հետեւյալն է, Ալիև ասում է ինձ պետքա որ դու այս կետերը Զանգեզուրի միջանց ադրբեջանցիները դա։ Բայց ինքը բոլորը արդեն դուրս է կանել, այս զույգը արդեն բաց կռվի է դուրս եկել։ Որովհետև իրանք տեսնում են, իրանց այդ բանը արշավը այդ կրթվելանորաձևի միջոցով, որ ուզում են նախընտրական այսպես ասած օջախներ սարքեն, իրանք տեսնում են, որ հանրային տրամադրությունները կտրուկ փոխված է, իրանց դեմ է։ Իրանք ներվայնանում են, նյարդայնանում են եւ այդ նյարդայնությունը չի հաջողի, սա նվերներ են բաժանում, գումարներ են բաժանում, միջոցառումներ են անում, աշխատավարձեր են տալիս, սիրելներս ամբողջը բյուջեի հաշվի։ Լսի, այս ժողովուրդը խոմ ավարտված ոչխարներ չեն, որ իրանք տեսնեն, որ այս մարդիկ իրան ստանում են դեպի քաղաքական գերեզման, իրանք ինչ նվեր, ինչ բան։ Դա կոնկրետ գերեզման են տանում մարդիկ տեսնում են։ Ես ասեմ ձեզ, ցավոք սրտի եմ ասում ձեզ, Հայաստանի ժողովուրդը շատ ավելի առողջ է դա պատկերացնում, քան քո քաղաքական դաշտը։ Քո քաղաքական դաշտը որ քնած է, ժողովուրդը քնած չի, ժողովուրդը ամենօրյա իր հոգսերով, իր սոցիալական պատկերացումներով, բաներով ինքը տեսնում է դա։ Գնացեք տեսեք, բոլոր հարցումները, անվտանգություն դրա թիվ 1 խնդիրը։ Բոլորը մտահոգված են դրանով։ Այդ կենտրոնական խնդիրը դարձել եւ դա իրանք զգում են դա։
եւ Փաշինյանը հասկանում է դա եւ այդ վախերի մեջ է ինքը ապրում։ Ես դրա համար եմ ասում, որպես այս վիճակից դուրս գալ համար երկու բան է պետք։ Այս մարդկանց վռնդելու հնարավորություն տալ, որպեսզի հումանիտար միջանցքով իրանք կանան վռնդվեն Հայաստանից։ Համատեղ ուժերը համախմբվեն։ Դա այդ երկրորդը մենք կարողանանք իսկապես հետ Փաշինյանական Հայաստանում կարողանանք իսկապես մեծ կոնսոլիդացիա ապահովենք, համերաշխության մթնոլորտ ձևավորենք, որպեսզի կարողանանք այդ համերաշխության մթնոլորտով կարողանանք փրկենք այս Հայաստանը։ Սա է խնդիրը։ Շնորհակալություն։